Ողջույն, Լուսաբանական այգի, մարտի 27-ն է, 15 աստիճան, 2-ին 10 պակաս։ Արա ձեզ տոմսը ստեղ են վերցնում։ Ինձ մի հատ տոմս տվեք են։ Կներեք էլի ձեր տարիքը կասեք ինձ։ 73։ Ձերը անվճար է։ Մի րոպե հիմա թուղթ լրացնեք, դուք իմացեք ձերը անվճար է։ Երբ դուք կգաք, կմոտենաք այստեղ։ Մի վարդյա։ Կմոտենաք, ասեք ձեր տարիքը, կարաք ձեր պասպորտը համենայն դեպս ձեր մոտ պահեք։ Մենք ասենք մի քանի աղջիկներով ենք էլի աշխատում։ Այո։ Մոտենում եք, ձեզ օրենքով հասնում է, լրացնում եք, այս թերթիկը ձեզ անվճարի տոմս են տալիս, դուք մտնում դուրս եք գալիս։ Այո։ Օրվա ցանկացած ժամին, երբ ուզում եք կարող եք գալ դուրս գալ, լավ, առավոտյան 9-ից մինչև երեկոյան 11-ը մեր այգին բաց է։ Շնորհակալ։ Ես գրեմ, թե դուք կգրեք։ Գրեք էլի ես։ Ձեր անուն ազգանունը ասեք։ Արմեն Վարդանյան։ Որ խնդրեմ այստեղ կստորագրեք։ Իհարկե։ Խնդրեմ։ Ձեզ քարտեզ պետք է տամ։ Ինչ է։ Քարտեզ տամ ձեզ տարածքը։ Չէ, ես գիտեմ տարածքը։ Հա, գիտեք, չէ՞ որ մեզ մոտ շինարարություն է Այո, գիտեմ։ Իսկ մի հատ բան հարցնեմ, կարող է դուք իմանաք, այդ այնտեղ կաղնի ծառուղի կար։ Ահա։ Դա մնացել է թե կտրտել են։ Ինձ մեկը փողոցում ասաց կտրել են։ Ահա, կտրել են ինչի համար, որտեվ այնտեղ չորացած կա, նոր ծառեր են տնկելու։ Լրիվ կտրել են։ Ես անկեղծ ասեմ, չեմ տեսել ընդհանրապես։ Ես նոր աշխատող եմ, դեռ այգին չեմ պատտվել։ Նայեք, դուք հիմա գտնում եք այս տարածքում։ Հա, գիտեմ։ Հա, շինարարությունը այստեղ է։ Ահա։ Մնացածը բոլորը համարակալված գրած է, որտեղ ինչ ունեն, կարող եք կարդալ եւ պատտվել, լավ։ Եղավ, շատ։ Այս QR կոդով մտնում եք, սրանով էլ դուրս է գալիս, չեք կորցնում, լավ, միջև դուրս գալը։ Ձեզ լավ։ Շնորհակալություն։ Համեցեք։ Ինչքան ժամանակ է որ աշխատում եք։ Մոտ մի տարի։ Շատ լավ եք աշխատում։ Խնդրեմ համեցեք։ Ես որտեղ եմ գնում։ Նայում եմ։ Հա, այնտեղ, հա։ Հա, սկաներն։ Կես կպայեք որ դուրս գալիս է։ Թե չէ կմնամ ներսը, հա։ Հա, բաց։ Բաց, հենց ծրոցը հանում եմ։ Շնորհակալություն։ Լավ է, ժողովուրդ։ Փաստորեն ոնց որ թե կտրել են, հա, այդ կաղնի ծառուղին։ Դա իմ ամենասիրած տեղերից մեկն էր։ Գիտեք ոնց էր մի վաղտ, որ շատ աշխատում էինք, են վատ տարիների վաղտ, մի քիչ դրանից հետո, այդ որ լույս բան չկար էլ, աշխատում էինք առավոտից մինչև գիշեր։ Ու ընկերս հետ շատ հաճախ գործից հետո են աճարանի կողմից այս զաբորը միտեղ սենց պոկած էր էլի այդ ծակից մտնում էինք այդ կաղնիների այ ծառուղին ինքան գեղեցիկ էր ինչքան լուսանկար եմ արել Լտենանք ինչ են արել։ Այս կողմը այդ կաղնիների ծառուղին էր, իսկ ձախ կողմի վրա, հիմա որ գնանք ձախ կողմի վրա, սոճիներ էին, այնքան էին իրար սազում, այդ հզոր կաղնիները, ու բարակ, նուրբ սոճիներ, բայց շատ բարձր։
լավս հետո ես մի հատ արագ գնամ չեմ համբերում իմանամ շուտ ստույգ Razız. Հացել կա արդեն բրբոսնած ճիշտ է ամեն ինչ կա բացի ծտերից հա Ժան Հեքիմյանի հիշատակին նույն վիճակն է Դա կաղինը որտեղից են ճարել, որ կաղնիների ծառովին հետաքրքիր է, ծտերի համար որ դրել են այսքան երևի ինչ-որ ժամանակ կա, որ բնակվում են, հա իսկ աղա սկյուրիկների համար է ուղղակի հացը Մնացել է էլի, բորբոսնած է, այսինքն բացարձակ չեն օգտվում Բուսաբանական այգու երթուղի Շականակա տերև Կաղնու ծառուղի այս է, հա Հա, սա էլ է կաղնի պաստորեն, բայց նրա հետ համեմատած շատ երիտասարդ Իհարկե ամենագեղեցիկ ժամանակը չի բուսաբանականի Այստեղ հոն կար, ալոչ կա, բայց ես չեմ կարա ճանաչեմ պտուղը մինչև չլնի Եվ շատ էին գալի այ հենա սկսվում է, չէ, բայց ոնց որ կա ժողովուրդ Այո Պատկերացնում եք, մեկ է ձեզ ասեն, որ սա կտրել եմ, ինչ կլնեք։
Ատես կամերան փոխեմ։ Այսինքն գերեզգությունը հաչից տենում եք կաղնիներն է, իստեղ սենց երկինք սալացող սոճիները, շատ գեղեցիկ անկյուն է։ Բայց ես ձեզ ասեմ, ծառուղը այս մի կողմը, այս մասը կոնկրետ ցանցառը, անկեղծ ասած ես տենց ստույգ չեմ հիշում։ Գիտեք ինչի, որտեղ մենք միշտ այն կողմից էին գալի, իսկ ընդեղ տենում եք երկու կողմն էլ խիտ է, էլի։ Էլ հետո արդեն երևի տենց շատ իր սկզբից ես լինում, էլի։ Իսկ ես անգամ այս կողմից մտա, մի անգամից մի քիչ անծանոթ թվաց ես։ Բայց այդտեղ ոչինչ հանած չի երևում այս մասում։ Դա ինչ լավ է, որ ես ծառուղին մնացել է։ Ես գիշերը ճիշտ ասած մի րոպեն հենց ռեալ պատկերացրեցի, որ գալու եմ ու սաղ կտրած լինի։ Սիրտս վատացավ, հազիվ ինքս ինձ հանգստացրեցի, քնեցի։ Դե հիմա արի ու ամեն ասածին հավատա։ Ես էլ ծառերի մասին է, որ կարաս գաս ստուգես։ Այսքան ինֆորմացիա է, որը տենց հեշտ չի ստուգել է, էլի։ Ու բերում լցնում են մարդկանց գլուխները, հետո էլ սկսում ենք չվստահել ոչ մեկին։ Այո, ես մի հատը կտրած բան չունեմ ասելու։ Եփա կտրած ինչա, չգիտեմ։ Դե կարար ես քանի մեջ մի հատ, երկու հատ չորացած լինի, դա ինչ-որ տրագեդիա չի։ Այս նստարանները չկային այն ժամանակ, ինչքան լավ կլներ, որ ելներ շատ հաճելի նստելու տեղը։ Ես այստեղ էլ կա կտրած, բայց շատ հին է ոնց որ թե այդ կտրածը։ Ես մեկը տենց հին չի ոնց որ։ Իխոսքով մի 3-4 հատ հանդիպեցինք, հա ոնց որ թե։ Այդ կինը, այդ հանրահավաքի ժամանակ, որ չասեց այդ կաղնիների ծառուղին կտրել են լրիվ։ Այդ ժամանակ ես նոր հասկացա ինչքան է սիրում ես տեղը։ Հետաքրքիր է։ Նենց կուզենայի սրտանց մասնագետներին վստահեի։ Ասել ինչ-որ լավ բան չի, չէ, ոնց որ։ Հա, չորացած է։ Մի մասա չորացել է, հետո է ասենց պոկվես ներքևի մասը, թե ընդհակառակ ներքևի մասը չորացրել են, որ այսինքն պոկել են,
վերջորանա այսպես տհաճ մտքեր անընդհատ երբ որ սուտը շատ է էլի կողքերդ սա արդեն շատ հին է ոնց որ այ լավ կարևորը ծառուղին կա ես ինչ բեռ ընկավ ուսիցս մի ծառը 2 միլիոն դրամ է, 1 միլիոն դրամ է կուբամետրը, չգիտեմ ինչը, այս կողմից ձախ է երկը խիտ չի, բայց դե ոնց որ թե տենց էլ տնկած է եղել Ես ոչ մի բան լավ չեմ կարում պահեմ, բայց մի հատ լուսանկար եթե գտնեմ իմ արած այն ժամանակվա կդնեմ էլ ձմեռն եմ նկարել, ամռանը, էլ գարնանը բայց համոզված չեմ, որ կգտնեմ արխիվի գործում 0 եմ Գնացինք Զանգ տվեցի Անահիտին հանգստացրեցի այո ես եմ իրան ստեղ բերել որտեվ սա մի քիչ տենց հեշտ չի գտնել էլի իսկ այնտեղ որ այդ ճաղերի մեջ ծակ կար անցքեր մտնում էինք մի քիչ հետո դուրս էինք գալի ես սրա վրա էլի Կաղնիների ծառուղի Իդեպ ես հիմա հիշեցի, որ 90-ականներին այստեղ մի տեղ էր չեմ կարա հիմա ստույգ ասեմ, որ մասում էր, կարող է այստեղ ելներ մի հատ մեծ կաղնի ընկել էր կոտրվել ընկել էր ու ահագին երկար ժամանակ ինքը տենց գետնին գցած էր Ունենց հզոր ծառեր էլի Նենց որ տեղյակ չի ասեմ, որ տենց բաներ շան մեջ պատահում են նույնիսկ ինքն իրան առանց մարդու խառնվելու Ասենց Այ կարող է նույնիսկ սա էր հետո արդեն կտրել են էլի մոտ մի 2 մետր բարձրությունից ինքը կոտրվել էր էլի ասենց գետնին գցած էր հզոր Ամառային կաղնու ծառուղի Ես էլ մեր ամառային կաղնու ծառուղին Այս կողմն էլ ինչ-որ նարնջագույն մակլորայի ծառուղի անկապ անուններ են չէ ոչ մի բան չասող ոչ մասնագետին Այստեղ ինչ-որ շատ է կտորտացները, բայց իհարկե չեմ կարա ասեմ, եբ են կտրի ինչ են արել, Սա գիտեք ինչ բույս էր, եթե չեմ սխալվում։ Սենց մեծ,
մեծ խնձորի չափ կանաչ գույնի ու նենց մի քիչ ուղեղին հիշացնող ֆակտուրա ուներ էլի կանաչ գույնի ու մեջը նենց կաթ էր մի տեսակ կարծեմ սա էր բայց այն կողմերը մի հատ էլ կար հնդկական պոպոք էր ուժեղ յոդի հոտով ու այդ ալմազի դիսկով որ կտրում էի շատ գեղեցիկ շերտեր էին մի ժամանակ նույնիսկ ականջով էինք սարքում այդ կտրտածներից վերնիսաժ էինք տանում տալի սկյուրիկը վազեց Որն էր այդ պոպոքները չեմ հիշում, կարող է սա էր նույնիսկ։ Հետաքրքիր է, այնտեղ գրած էր նարնջագույն, չէ՞։ Վերջը նարնջագույն գույն տեսանք։ Այստեղ ինչ-որ Ընդհանրապես ես այն ժամանակ որ շատ էի զբոսնում, միշտ այդ բանը ինձ զարմացնում էր։ Այդ լուր ծառերի պայքարը իրար հետ էլի նենց լուր ու բայց զգում ես դաժան պայքար է գնում էլի արևի համար սենց դանդաղ մի ծառը մյուսին բրդում է ծռում է նենց որ այդ կտրտելը ինձ թվում է շատ հաճախ արդարացված ակցիա է էլի այդեն չի որ սաղ թշնամի են կամ շտապ փողա պետք կարող է այդ էլ կա չգիտեմ ինչ իմանաս լավ նարնջագույնին թողենք ստեղ այն կնոջը հարցրեցի հնդկական այդ պոպոքները ասեց տեղյակ չեմ չնայած հաճախ եմ գալի ինչ-որ այս տեղի վրա եմ կասկածում Լավ, եկեք մի հատ սենց գնանք Այս ծառը կոտրվել է Ինիջարից այս ծառերը ինչ-որ շատ փխրուն մի տեսակ կեղևներ են Տնակ Ինչքան գախնիկներ ունի, չէ՞ ծառը իր մեջ Անտարի մարդիկ այդ բոլորը գիտեն, հասկանում են Չէ, աչքիս չկթա այդ հնդկական պոպոքը Ինչ հսկա է եղել
Փաստորեն ժողովուրդ սա էր այդ հնդկական պոպոքի ծառուղին, որ ասում էի գտնվեց, հեսա ձեզ ցույց կտամ ոնց իմացա ստույգ, բայց ճիշտն ասած ես հիշում էի շատ, ինչ ասում 30 տարի առաջվա բան եմ հիշում, մի քանի հատ պտուղ կար գցած, դրանցով համոզվեցի, որ սա է, հեսա նայեք օրինակ ես մեկը ճիշտ է շատ փոքր է, շատ, այսենց էր ինքը, որ կտրում էիր, ես կոմ ինչ որ կերել են, չգիտեմ ով, բայց իրանք սոց փոքր չէին, մեծ էր, սրանից երևի մի երկու անգամ ես երևի ջահել էր, հեսա կգտնեմ էլ է, ես են, այս չապի եմ մտարապես, ինչ կիմանակ էտ ինչ չապ եմ ցույց տալիչում, այո, Ենա ծխախոտը դրեցի, որ պատկերացնեք, ես էլ իրանք եմ, նայեք ստեղ ինչքան շատ է, լավ, հնդկական պոպոքն էլ գտա, հին բարեկամներ, այս սարերն են փաստորեն, այսպես գեղևով, այսպես մեծերն էլ կան, սա էլ ես վերևի շերտը համարա չորացել է, դե ոնց որ մեր պոպոքները էլի, չէ, վերևից շերտ ունեն, հետո խոտերը դուրս են գալի, ամեն ինչ ճիշտ է, այս հնդկական պոպոքի ծառուղին դուրս էր գալի մաժիվելնիկների վրա, ես Google-ում նայեցի հայերեն գիհի մաժիվելնիկը, երևի ուրիշ անվանում էլ կա, չգիտեմ, Google-ը տենց տվեց, հեսա գնանք այդտեղ, ինչքան եկա ես կողմ, այնքան առատացան պոպոքները, շատացան, Ես չկա ինձ բաներ, նստելու տեղեր, այ հեսա, Մաժիվելովայա ռոշչը գրած էր այն ժամանակ, Google-ը ասաց գիհու պուրակ, այստեղ շատ հաճելի հոտ էր գալի, դժվար է սրանց ցույց տալը, հեսա փորձում,
Ֆոտոգենիկ չեն, էլի։ Շատ են բարձացել, սենց բարձր չէին։ Ծացել են, հա։ Հետո խիտ էին, ավելի բարակ էին։ Զորի, հին ընկերոջդ հանդիպես։ Հա, ես եկանք հասանք արդեն այդ շինարարության տեղերը, հա։ Են ինչ են ընդեսանց հավեսով կտրտել, հելի մոտ գնանք։ Ես ինչ-որ նոր պատմություն է։ Չեմ հասկանում, ես կտրել են սենց այ մարդ։ Հա, էլ ինչ։ Բայց սենց հաճել են, հա, հետաքիր, տնաս ինչ ծառա եղել։ Ես սարերից են ինչ-որ։ Ես գիհուն ամեր, ծանոթը, պիս ձևափոխված են կողնել է ինքը։ Բայց սրանք ինչ-որ տխուր է։ Հա, ես այն որ թեպ է լծրած։ Քեզ բան։ Ինչ-որ հիվանդ բան տենում եք։ Հեն այ մարդ։ Ուղղակի բնից ես իհարկե չեմ կարող հասկանալ ինչ ծառա, բայց ինչի Ընդեղել է, հա, ոնց որ, բայց նա հին տեսք ունի։ Սա չէ, սա լրիվ նոր էր։ Թեփը հլը վրան, չէ, նրանք հին են։ Հին պատմությունը։ Սա ինչ կարող արնի ժողովուրդ։ Ճանապարհը անցնելու, ինչ անելու, բայց եթե ստեղ են կտրել, նրանք է սաղ պետք է կտրեն։ Թե ես գիհուն էին խանգարում։ Ստեղ ինչ-որ որոքման երևի։ Ջրեր են ուզում անցկացնեն, հա։ Այս մեկը չեմ հիշում ինչ էր, ինչ ծառով էր։ Բայց այն ժամանակ տենց տարիներ էին էլի, այդ մութ տարիները նկատի ունեմ։ Համարը բոլորը գրած էր, գտնում էիր, որը ինչ է, դե ես որ ես պետք է հնդկական պոպոկ իմանայի։ Հա, բայց ես ինչ-որ հաճելի տեսարան չի։ Heç։ Դե,
այգեգործությունը ինչ-որ սենտիմենտալ զբաղմունք չի երևի, էլի։ Երևի պետք է առնում, չգիտեմ։ Լավ, այն կողմերը արդեն որ գնանք շինարարությունը եւ այլն, ես ժամանակ չունեմ, գնանք այս ծառուղիով, կարող մի տեղ էլ գրած լինի։ Սա էր էդ ես որ ասում էի կանաչ գույնի։ Մի րոպե։ Պտուղն հենց հա չորացել ես։ Ես եմ ազիր ճանաչումով ու կաթեր մեջը։ Մեծ էր իհարկե, ես չորացածը փոքր է։ Հա, ես են, այդ ծառերը փաստորեն։ Անունը երկի չեմ հիշում։ Բայց տենց կախված են ելնում կանանչ, բաց կանանչ գույնի։ Ստեղ կա ցուցանակ, փաստորեն ես ընդեղ ճիշտ էի կասկածում, որ նույնն է, մակլուրա նարնջագույն, ես էլ արդեն դուք կարծացեք։ Այդ ենում եք ինչ ձև են պտուղները, ահագին մեծ են, մեծ խնձոր, ճիշտ եմ ասել։ Մեծ խնձորի չափել է, ոչ թե ինքնամեստ։ Ես էլ մեծ սնց տնեմ։ Այս նրանց մոտ այդ նարնջագույնը ավելի շատ է երևում։ Այո։ Դե ես հին ընկերներ եմ հանդիպում, ինձ հետաքրքիր է, բայց ձեզ չգիտեմ։ Այս երկու ծառը կարծես ուժեղ սիրահարվել են։ Այս մեկը սենց գնացել է, հետո նա էլ ծառվել է եկել է այս մեկի մոտ։ Սիրահարված մակլուրան էր։ Այսենց մի հատ սիրահարվածների պորտրետ անեմ։ Այս հողն ամիշտ հետաքրքիր չէ, անտառում։ Ես նայում ես ոնց որ թե ոչ մի բան չկա, հետո մի քիչ ուշադիր սկսում ես նայել։ Մի հատ սենց փոքրիկ է ստենում, գեղեցիկ դեղին գույն է, մի քիչ կամերան խեղճանում է, հետո սենցերին ես նկատում, հետո սենց ուժեղ սպիտակ ծաղիկ ես նկատում, ուշադիր նայում ես, տենում ես ծիտնա ծրտել, ես դեղինից մի հատ էլ, Այս ուղղակի փետուր էր, հա։ Ինձ ուրիշ բան թվաց։ Կաղիններ։ Ուզում եմ ասել, չգիտեմ որտեղից, բայց նկատեցի, որ տերևներն էլ են շատ, ուրեմն ուշադիր պետք է նայեմ վերևը։ Այո։ Ժողովուրդ, այն կտրտածները կարող է կաղնի էր։ Ինչ-որ բնի ֆակտուրան նման է, չէ՞ մի տեսակ։ Ինչ վատ կրնի։ Այս մանուշակագույնները շատ են։ Տնես ովքեր են։
Ասել գործ արը, հա, ծառը փչացրել է, ծառին ցավացրել է, էստեղ են ասում, չէ, նայեք, չորը թացի հետ խառնվել է, որ մի քիչ էլ ուշադիր ես սկսում նայել, մեկ էլ նկատում ես, որ կյանքը եռում է այնտեղ, կարող է հլեն սեզոնը չի, բայց եղել է մի քանի անգամ տենց պարկած երկար նայում էի, այնքան բան էի տենում, ապշում էի ուղղակի։ Տղաս տենց վաղտ ասում է, կարող է մի հսկա էլ տենց մանրադիտակի մեջ մեր վրա է նայում, մեր մոլորակի։ Հա, ես նույնտեղ է եկա ժողովուրդ, նարնջագույնին ստեղ չէ առաջ անգամ, ընդեղ էլ ցուցանակ կար իր մասին, հա, ես վեկացա սենց գնացի, հետո ընդեղ թեքվեցի, ընդեղ միտեղ գիհու պուրակներ, հետո ընդեղից է թեքվեցի, եկա նարնջագույնի ջրերը ընգա, ընդեղ միտեղ սիրահարվածներն էին, պես ինչ է, ես ոնց որ կաղնի է, ես մեկը կոնկրետ, բայց ասենք լավ ձև կա է մարդ, սովորեցի փաստորեն, տերևներով կարելի է իմանալ, այս մեկը որոշել է շուռ գա, շուռը եկե չորացել է, մի խոսքով կյանքից զոզվել է, այդ պայքարից և այլն, ասել է ձեզ ելնի այդ լույսն էլ, այդ արևն էլ, ես գնացի։ Հա, դե կաղնի տերևը հո ճանաչում եմ, ուրեմն կաղնի են։ Ես մի հատ էլ հա, պաստորեն ստացվում կաղնիների ծառուղի, բայց այն մեկը ուրիշ էր։ Հա, ստեղ կանանչը արդեն վրա է տալի։ Բայց էլ ինչ հետաքրքիր նման է այն մի կաղն ու ծառուղին, որից ես անհանգիստ էի։ Ինչի՞, որտև այստեղ էլ նայեք, սենց սոճիներ կան բարձր։ Բայց սա իհարկե նա չի, սա ուրիշ է։ Նա մենք այն ուղղությամբ գնացինք ու դեպի Աճարյան։ Իսա ներսն է ավելի։ Աճարյանը ստեղից մի քիչ ավելի հեռու է, քան ստեղ այնտեղ։ Հասկաց չկար, բայց համենայն դեպս եկա իմ իմացած ծառուղին, տենում եք տարբեր է, պաստորեն այն կողմն էլ կար։ Սա արդեն մեր ծանոթ էդ նարնջագույն ընկերն է, սա գնում է ու հետո այն կողմն էր, այն մյուս կաղնու ծառուղին իր սոճիներով, այ հենա սոճիի վերևը երևում է, լավ, իդեպ մի բան էլ հիշեցի, մի անգամ մեր մոտ մի հատ աշխատող կար, շատ հետաքրքիր երիտասարդ էր, շատ լավ ցիգանեչկա էր պարում, մի անգամ իր հետ եկա, տենց զբոսնելով էլի մաշինում էր ապրում, ու ինքը սկսեց ինձ բացատրել, որ ամեն ծառ իր էներգիան ունի ու
Սկսեցինք ինչ-որ ծառեր գրկել, պատմում էր, որ ծառը ինչ էներգիա է տալի, հա հարցնում էր, զգում ես։ Ասել մեր նարաջագուն ընկերը։ Պաստորեն ստեղից հեն, հանայեք աճարանը։ Ոնդեղ միտեղ է տանցքներ, որտեղից մտնում ենք։ Տերում եք, կապարիչն էլ կարողացել են, համոզեն, որ հակ պահել, եկավ, մտնանք ինչ կա մեջը իրակ, չէ, ուկտվել են, պագել են ու գնացել են։ Ահա, են կողմից եկա, այնտեղ զուգարան են կառուցում։ Ասել երեխեքը եկան, մի քիչ մեծ են այս խաղահրապարակի համար, բայց դե երևի ջահելությունն են ուզում հիշեն։ Այս մասերը արագ անցած չէ, հիշում եք անհանգիստ էի շատ։ Արևն էլ դուրս եկավ, ամեն ինչը դարավ շատ ավելի ուրախ։ Ինչ-որ ցիվիլ բաներ են կառուցում, բայց ինձ թվում է այդ այն մասերը, որտեղ եղանք, տենց անտառային վիճակը իր հմայք ունի ու դա պետք է մնա ինձ տենց է թվում նենց վայրի մի քիչ տեսքով դա իր տեղը ունի են մնացած բաները իրանց տեղը հետաքրքիր է որ սա էլ նույն մաժիվելնիկն է բայց ուրիշ տեսքի ամեն ծառա տեսակ ես իմ ինչքան տեսակներ ունի չէ ստեղ էլ Արտուր Ավետիսյանի հետ ծանոթացա մի անգամ անցնում էի աշխատում էր հեսա կմոտենանք կցույց տամ ով առաջի տնօրենն էր բայց ազգանունը չեմ հիշում իսկ Արտուրին չգիտեմ կհիշեք ինքը Չուբարյանի աշակերտն է, չգիտեմ, աշակերտ խոսքին ասում են եղել է, թե աշակերտը միշտ աշակերտ է, իր վարպետի աշակերտը, այս ինչ անսարք է, այս քարերը ինչ-որ ընդունված է, ասած, վանդակների մեջ, Ուր ենք սանց գնում Չասկը, հա, երեխաների խաղադաշտը հա, մոտավորապես հեսա մի հատ էլ քարավանդակ Են սրճարանի մոտ որ տեսա շատ հավանեցի են վաղ հիշում եք Գևորգ Քոչար փողոցի վրա Այս լիքը ցուցանակներ են Եկատները որել եմ աչը, ձախ գնաս, սենց կլնի, աչ գնաս Նենց կլնի ու կլնի Ես էլ կարմիր թութ է Են հետևի պլանում իհարկե Թե կարող է ես մեկնել չում անում Հիմա անցնենք Արձանին Արմեն Թախտաջյան 910-2009 թիվ Աշխարհահռչակ բուսաբան ակադեմիկոս Ես հիշում եմ, որ առաջի տնօրեններ կարող սխալվում եմ Ես այս էլ ցույց տամ որտեղ ստեղ գրած է խնդրում ենք
Եվ այլն մի խոսքով տեղեկության համար ստեղ այս կոդի վրա սխմեք։ Ահա, հեղինակն էլ Արտուր Ավետիսյան։ Գրած չի ոչ միտեղ, կավա հետևները։ Չէ, Արտուր Ավետիսյանի անունը ոչ միտեղ չկա։ Հա, երևի են QR կոդով։ Ես էլ ամբողջը նայեք, տենց այդ վանդակի մեջ մանր քարերով վատ ձև չի, չէ? Ապորնի պատենորը։ Ու հասանք մուտքին կամ ելքին, ոնց ուզում եք։ Նայեք, ստեղ սոչիներ են, իստեղ կաղնիներ են, տակի տերևները վիմացը։ Ունդեղ էլ կաղնի, սիրում են այրր։ Այս Սոչիի կեղևն էր, բայց հաստերն էինք ընտրում Դիլիջանում ու հեշտ, շատ հեշտ մշակում է, ունես լավ հիշում եմ այդ հոտը, երբ որ աշխատում էի, այստեղից էլ կգա այդ հոտը։ Զուչուտակիր է, չէ՞ սպոտը։ Հա, գարշոկների մեջ է, ես էլ ասում եմ, ոնց են արել մարդ։ Լավ են մտածել, մոտենանք։ Հա, տենում եք, սենց ձևել կա։ Նա ինչքան կան այդ գարշոկներից։ Տենում եք մարդիկ ինչ փոքր են Սոչիի մոտ։ Այսենց։ Ահա, շնորհակալություն էլ արժանացանք։ Հելի են տղան, մեքենայով։ Այս մասն էլ դե աշնանն է ուղղակի ֆանտաստիկ, մոգական։ Տեսեք ինչքան ենք առաջ գնացել է, այս սրա հետևը ռեստորան է, կարծեմ դրախտ է կոչվում, որը ամբողջ տարածքը բուսաբանականին էր, պատկերացնում եք, դառավ ռեստորանին է, այն ժամանակով էր, գար, բողոք էր, նկարեր, ցույց տար, չկար տենց բան։ Իսկ հիմա հեսը էլ է դրախտը պատկերացրեցիք, չէ, այնտեղից էլ մուտք ունի, հա, այնտեղ աճարանի վրայից էլ ունի, այսպես դրախտ բուսաբանականի հաշվում, ես հիմա կոմիտաս պետք է գնամ, բայց երևի ճիշտ է ավարտեմ, լավ մնաք ժողովուրդ ջան, միշտ առողջ լինեք և խաղաղ երկինք և սովորենք լավը նկատել։ Դավիթն ու Ինեսը եկան, ես այդ րոպեին մանտաժ էի անում, Դավիթը մի քիչ նայեց, ասեց պապես կաղնիները մի հատնա կտրած ընդամենը, մնացածը այդ կտրածից տենց դեկորատիվ սեղան աթոռ են սարքել, չես տենում, վայ, ասեցի տենում եմ, նենց որ այդ ուղումը միացրեք վիդեոյիս, այդ մեկ, երկրորդը Դավիթը ասեց, ես լսել եմ, որ այդ կտրած սառերը տալիս են չունևոր ընտանիքներին, ցախը, Էդ էլ տենց ինվորմացիա, հաճելի, վերջ։